հաղթած իշխանությունը, ինչպես դուք բնորոշեցիք, պարտվեց Նիկոլ Փաշինյանին։ Դրանից էլ չեմ խուսափում խոսել, որտեղ ակնհայտ է, որ առանց դավաճանության չէր կարող լինել։ Իշխանության ներսում եղել է դավաճանություն։ Միանշանակ։ Նիկոլ Փաշինյանը լավ ընդդիմություն չի եղել, որը բերել է իշխանափոխության, իրենք 18-ին էլ չեն հաջողել, հիմա էլ չեն հաջողելու հանրապետականի վերջը տան։ Հանրապետականը ոնց պետք է օգներ։ Հանրապետականին էին մերժել 2018 թվականին։ Ռոբերտ Քոչյանը անգամ գիրք էր գրում, որտեղ Նիկոլի հաղթանակն էր փառաբանում։ Այսինքն ԿՊՄ կան այդ մի քանի падգամավորները, ովքեր պատրաստ են միանալ իմպիչմենտին։ Գուցե հանրապետականը որոշ ժամանակով ուղղակի դուրս գա քաղաքական պայքարից։ Հանրապետական կուսակցությունը այսօր ընդդիմադիր դաշտում առաջարկած միակ օրակարգի տերն է ու քաղաքական պատասխանատու։ Հայաստան դաշինքի հետ ի՞նչն է խնդրեմը հանրապետական կուսակցության։ Կան ես աշխատավարձ չեմ ստանում նիստերին չմասնակցության համար։ Հանրապետական կուսակցությունը զղջացել է մինչև 2018-ի իշխանության տարիների սխալների համար։ Իսկ հիմա Նիկոլը Արմեն Գրիգորյանի սպանեց, Սոնա Մնացականյանի սպանեց, Վալոդիա Գրիգորյանի սպանեց։ Նախկինների վերադարձ չի լինելու։ Այս խոսքերով 2018 թվականից մարդիկ մերժեցին եւ մերժում են նախկին իշխանություններին։ Սակայն չնայած այդ մերժումներին 2021 թվականին նախկին իշխանությունները վերադարձան արդեն ընդդիմության տեսքով։ Ողջույն, այսօր իմ հյուրն է ԱԺ պատիվ ունեմ խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը։ Ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սկսենք հենց ամենաառաջին եւ ամենակարևոր հարցից երևի թե դուք ձեզ նախկին համարում եք։ Նախ ձեր նախաբանին թույլ տվեք ես անդրադառնամ, որովհետև նախաբան ասելով ինձ այլընտրանք չթողեցիք ուղակի, ասեցիք մարդիկ ժողովուրդը, ես մի փոքր համաձայն չեմ այդ ձևակերպման հետ, որովհետև խորը գիտակցում ունեմ նրա, որ այն հեղափոխության շղարշը որ կար, իրականում պարուրված էր հեղաշրջումը եւ պետական հեղաշրջումը թաքցնելու համար։ Այդ պետական հեղաշրջմանը նաեւ ատրիբուտներ էին պետք, որովհետեւ ակնհայտ է այդ արտաքին միջամտությունը չէր լինել, չէր կարող այդ ժամանակահատվածում գոնե լինել շատ բիրտ, որովհետեւ եթե պետական ապարատը եւ Հայաստանի հասարակությունը տեսներ, որ այդ միջամտությունը շատ ուղղակի է եւ բիրտ, ուղղակի ավելի կոշտ եւ ավելի համարժեք արձագանք կտար այդ ամենին, այսինքն դժգոհ չէին, դուրս չեն եկել։ Մարդիկ դժգոհ էին, բայց այդ դժգոհությունը չէր կարող բերել նրան ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին, դա մշակված ծրագիր է եղել տարբեր ուժային կենտրոնների կողմից, ովքեր այստեղ ունենալով եւ արևմուտքից եւ այն երկրներից, ովքեր այստեղ ունեն միանշանակ շահեր ու բացի շահերից ունեն նաև այստեղ ռեսուրսներ, եկեք շատ անկեղծ խոսենք, խոսքը կազմակերպությունների մասին է, բիզնես ոլորտի մասին է, հասարակական կազմակերպությունների մասին է, որը հիմա ներկա աշխարհում շատ ընդլայնված տերմինով բնորոշում են որպես ազդեցության գործակալներ։ Այն խմբերը, որոնք կազմակերպել են այդ իրավիճակը երկրում Հայաստանում, ունենալով այդ հեղափոխության կոմիտեին որպես, եթե կհիշեք, ցուցադրական մարդկանց հավաքածու, որտեղ Նիկոլն էր, այդ աղդամցի Ալեններ եւ այլն, կազմակերպել են այդ պետական հեղաշրջումը։ Ես ինձ նախկին համարում եմ, որովհետեւ կարծում եմ չստացվի որ խուսափեցի այդ ձևակերպումից, որովհետեւ ինձ համար նախկինը, եթե մտնում ենք այդ Նիկոլական տերմինաբանության մեջ նախքին ներկա սև սպիտակ ես դրանից երբեք չեմ նեղվել, որովհետև ինձ համար նախքինը հաղթանակի արժանապատվության 42000 քառակուսի կիլոմետրից ավելի հայրենիքի մասին է, որտեղ այո կային դժվարություններ եւ դա նորմալ է, բայց չկար ատելություն, չկար բեսպրիդել եւ յուրաքանչյուր հայի կյանքում գոնե կանխատեսելիությունը ավելին էր, քան այսօր, որովհետև այսօր մասկի շոուներից մինչև քո գյուղը ադրբեջանցուն հանձնել այդ միջակայքը այնքան լայն է, որ չգիտես թե Նիկոլը քո համար ինչ ճակատագիր է պատրաստել։ Այդ հաղթած իշխանությունը, ինչպես դուք բնորոշեցիք, պարտվեց Նիկոլ Փաշինյանին։ Նախագահը դրա մասին խոսել է ու ես ավելացնելու ոչինչ չունեմ, ինքը չի պարտվել Նիկոլին, բառացի ասել է։ Ես այդ հեղաշրջման բնութագրիչները տալուց նաև դրան անդրադարձա, ակնհայտ է, որ Նիկոլին պարտության մասին խոսք չի կարող լինել, որտեղ ինքը տեղ եղել է մարիոնետկա եւ շարունակում է հիմա այդ դերը խաղալ։ Հիմա ունեք սեկտանտ մարիոնետկայի տրամաբանության մեջ ա մտել 2020-ից մինչև 2023 թվական, այսինքն Արցախը մեր հայրենիքի մի հատվածը հանձնելուց դավաճան մարիոնետի տրամաբանության մեջ էր։ Ինքը թուրք-ադրբեջանական լոբինգով, փողերով, ռեսուրսներով, խնդրում չմոռանալ Էրդողանի եւ Ալիևի բնորոշումները, որ իրենք բերել են իշխանության։ Համարում եք, այսինքն դուք պատրաստ եք կիսել այն պատասխանատվությունը, որը ունեցել է 2018 թվականին իշխանությունը, իշխող ուժը, հա, հանրապետական կուսակցությունը։ 18 թվականի process-ների մեջ թե մինչև 18-ը եւ այդ 18-ի process-ների նաև իշխանության
հանձնման կամ զավթման, չգիտեմ, ոնց կուզեք Հանձնում բնորոշեք, զավթման տարբեր մասով։ կարծիքներ կան այդ հարցի մասին։ Դուք նշում եք թուրք-ադրբեջանական ուժերի մասին, բայց այդ թուրք-ադրբեջանական ուժերը պետք է ձևավորված լինեն մինչև 2018 թվականը, ճիշտ է։ Չեն կարող, չէ, 2018 թվականի հեղափոխության նախաշեմին ձևավորվել։ Թուրք-ադրբեջանական ուժերը աշխարհում կան եւ տասնյակ Աշխարհում կան, տարիներ։ Հայաստանում որպես ազդեցության կենտրոն, երբ են ձևավորվել, ասես որ կարողացել են 2018-ին։ Առաջին իսկ օրերից Հայաստանի անկախության, անկախ պետականության, որտեղ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես Նիկոլն է ներկայացնում, ոչ թե կիրթ կառուցողական, բարեկամական հարևաններ են, այլ ագրեսորներ, թշնամիներ, ցեղասպաններ, պատերազմական հանցագործներ, ովքեր շահեր ունեցել են Երևանի կենտրոնում, մինչև վերջել շահեր ունենալու են։ Հիմա ակնհայտ ասում են, որ մեր խնդիրը Երևանից Իրիվան սարքելն է ու ադրբեջանցիների ստեղ անխոչնդոտ բնակեցումը։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ անկախությունից ի վեր բնականաբար եղել են թշնամական պետությունների կողմից որոշակի ուժեր, որոնք Հայաստանում փորձել են ձևավորել ազդեցության կենտրոններ։ Եվ օրվա իշխանությունը պետք է, այսինքն հիմնական պատասխանատվությունը պետք է օրվա իշխանության լիներ այն, որ թույլ չտար այդ ուժերին ավելի ավելացնել իրենց ազդեցությունը, ճիշտ է։ Այո։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի իրադարձությունները ըստ ձեր տրամաբանության, եթե եղել են թուրք-ադրբեջանական ուժերի կողմից, ուրեմն դա եղել է այդ օրվա իշխանության հիմնական ձախողումը։ Ոչ, որովհետև ես շատ կոնկրետ բնութագրիչներ տվեցի դրա հետ կապված։ Նախ սկսենք, որ ոչ թե այդ օրերին ավելացել է թուրք-ադրբեջանական ազդեցությունը, այլ այդ օրերին այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը լինելով պետականության, ես բառի լայն իմաստով եմ դա կիրառում, հենց վահանը, որտեղ ռազմական ճանապարհով խնդիրը թուրքերին լուծել չի ստացվում դիվանագիտական ճանապարհով լուծել, երկրում ներքին անկայունությունը իրենք որևէ այլ ճանապարհով տարբեր փորձեր են եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, միջամտության չի հաջողվել եւ այդ քաղաքականությունը եւ քաղաքականությունից եւ Հայաստանի ուժեղացումից ազատվելու համար միակ թիրախ ընտրել էին Սերժ Սարգսյանին։ Ինչու պետությունը չկարողացավ այդ ամենին ավարտել, ուներ իշխանություն, ուներ տարբեր ուժային կառույցներ, այսինքն բուն ֆունկցիան պետք է լիներ։ Ես երբ ասում Սերժ Սարգսյան նաեւ այդ կառավարման օղակը նկատի ունեմ ամբողջ, եթե ժամանակ կլինի մենք նաեւ այդ դավաճանության մասին կխոսենք, ես դրանից էլ չեմ խուսափում խոսել, որտեղ ակնհայտ է, որ առանց դավաճանության չէր կարող լինել։ Իշխանության ներսում եղել է դավաճանություն։ Միանշանակ, եւ կարծում եմ այդ մարդիկ այնքան տեսանելի են, հետո ինչ են արել 2018 թվականի ապրիլի 23-ից հետո, բայց վերադառնալով այնտեղ, որ չստացվի, խուսափեցինք այդ քննարկումից, իրականում թեման հետեւյալն է, որ թիրախ հայ հասարակության համար սարքեցին Սերժ Սարգսյանին ստերով, կեղծիքով, ատելություն գեներացնելով, արագաչափերից մինչև շատ մեծ կոնկրետ խնդիրներ արտաքին քաղաքական, մարդկանց ասում են դե գիտեք ինչ Սերժ Սարգսյանն է մեղավոր ու դա հաճելի էր լսել։ Այո, այլ բանը կարող ենք քննարկել, թե ինչու մեր հասարակությունը չուներ այդ բավարար իմունիտետը դիմակայելու եւ դիմադրելու դրան։ Դրա պատասխանն էլ կա, որովհետև դու պիտի երկու տարբերակ ընտրես, երբ որ փոքր երկիր ես եւ ունես շատ մեծ արտաքին քաղաքական օրակարգ, կամ պիտի ներսում բռնես, վախեցնես, բանտ նետես ու դրանով զսպես այդ ամեն ինչը, կամ փորձես գիտակցություն ձևավորել, որի ճանապարհ ընտրել էր Սերժ Սարգսյանը, ու ուղղակի չհասցնես այդ գործընթացը ավարտին հասցնել։ Ստերով, կեղծիքով հասցրեցին մի իրավիճակի, որ մեր հասարակությանը ցույց տվեցին, թե 2018-ը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Սերժ Սարգսյանի։ Փոքրաթիվ մարդիկ փորձում էին բացատրել, որ դա Սերժ Սարգսյանի դեմ չէ եւ ընդհանրապես այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանի դեմքով այդ վահանին են հեռացնում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, ներթափանցելու համար։ Ցավալիորեն այո, այդ ներթափանցումը տեղի ունեցավ, որովհետեւ ինչ որ մի պահի Սերժ Սարգսյանը մնաց շատ քիչ մարդկանցով, ունենալով ներսում նաեւ դավաճաններ, ովքեր մտածում էին, թե հեսա Սերժ Սարգսյանը կգնա, մեր հարցերը ավելի լավ կլինի, չգիտեմ, փոխնախարարեմ նախարար կդառնամ, նախարարեմ փոխվարչապետ կդառնամ ու սենց կարող եմ ավելի ցածրից բարձրանալ վերև։ Տեսեք, 2018-ից սկսած մինչ օրս մենք բազմիցս խոսում ենք այս մասին, որ կան ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ, ինչ-որ դավաճանական խմբեր, համարենք դա այդպես է, բայց նույն այդ մարդկանց, այդ թիմը ընտրել էր Սերժ Սարգսյանը, ճիշտ է։ Այսինքն Սերժ Սարգսյանը շուրջ ձևավորել էր մի մարդկանց, ում վրա ինքը հենվում էր։ Ստացվում է սա առաջի հերթին իր սխալն է, որ ընտրություն է կատարել եւ սխալ մարդկանց է ընտրել։
Ես կարծում ձեր շրջապատում էլ շատ դժվար կլինի գտնել մարդ կամ հենց ներողություն եմ խնդրում ձեր վրա կամ ին վրա օրինակը բերելու համար, որ մենք չենք սխալվել որևէ հարաբերության մեջ, բայց մենք պետություն չենք ղեկավարում, չէ՞, այսինքն եթե դուք խոսում եք թիմ ձևավորելու մասին, եւ այդ թիմում դու չես կարող մարդու հոգին կամ հոգեբանական կերտվածքը սկան անել ու հասկանալ, թե ինքը որքան նենգության ու տականքության է պատրաստ։ Ես կարծում եմ դուք ինձից լավ գիտեք, թե իշխանության պորտֆելներ վերցնելու ժամանակ որքան մարդիկ են երդվում, որ ամենանվիրվածն են, կամ 2018 թվականի դուք ասիք վստահ եմ, որ եղել է, այդտեղ նույնիսկ վստահության հարց չի, փառք Աստծո, ամեն ինչ համացանցի դարում է տեղի ունեցել, մենք հիմա կարող ենք հետ տալ 2018 թվականի ապրիլից մինչև մեր օրեր, ու դուք տեսնեք, թե ինչպես են իրենց մարդիկ պահել։ Մարդիկ, ովքեր մնացին Նիկոլի հետ աշխատելու, արդյոք դա դավաճանության առաջին ցուցիչը եւ ապացույցը չի։ Դա մեր ու ձեր քննարկելու հարցն է։ Ըստ ձեզ 2018 թվականին ժողովրդի մոտ չկար օբյեկտիվ դժգոհություն։ Ժողովրդի մոտ կար դժգոհություն, որը ոչ մի կապ չունի տեղի ունեցող հեղաշրջման հետ եւ այն տպավորության հետ, որ ամբողջ Հայաստանը մերժում էր եւ մի հիմարագույն ձևակերպում կար 55 դեմ 3 միլիոն կողմ, դա այդ մանիպուլյացիայի շրջանակներում էր, իբր 55-ն է ընդամենը դեմ, որ Նիկոլը գա իշխանության եւ 3 միլիոնը կողմ։ Ես նորից եմ կրկնում այդ լցված հրապարակները, գործարարները, որ մարդկանց տրամադրում էին տրանսպորտ եւ հայտարարում, որ ձեր գործի տեղը այսօր հանրապետության հրապարակն է, պետական համակարգում ստորաբաժանումների ղեկավարներ, ովքեր ասում են հանգիստ եղեք այսօր կարող գործի չգաք, sense տարբեր բայց եղել են չէ ապօրինություններ, տարբեր անարդարություններ են եղել, նույն Սերժ Սարգսյանի կառավարման օրոք մարդիկ իրականում դժգոհ են երկրում ստեղծված իրավիճակից, երբ որ մենք ասում ենք այս ամբողջ process-ները գեներացված են այլ ուժերի կողմից, տպավորություն է ստեղծվում, որ 2018 թվականին մարդիկ ինքնակամ չէին փողոց դուրս գալիս, բայց դա այդպես չէ, պետք է հաշվի նստենք իրականության հետ, հա։ Որևէ ոչ մեկ նման եզրահանգում չի անում, մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց ինքնական, շատ ավելի փոքր թիվ է կազմում, քան այն, ինչ որ մենք տեսել ենք նկարներով ու պատկերներով, եւ այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, դրա այդ մարդիկ չեն գրավել ռադիոտունը, այդ մարդիկ չէին կոլապսի ենթարկում Հայաստանում քաղաքական, ներքաղաքական կյանքը եւ ոչ միայն կենցաղը նույնիսկ կոլապսի իրենք չէին ենթարկում եւ այդ բոլոր գործողությունները, որ դուք հիմա նշում եք, թե իբր տեղի են ունեցել քաղաքացիների կողմից, իսկ ես վստահ եմ, որ դրանք կոնկրետ պատրաստված խմբերի կողմից են եղել ու գիտեք ինչ, մենք առաջին երկիրը չենք, միգուցե սա ավելի ցավալի է, որովհետեւ մեր հարևան պետությունը մի 10-15 տարի առաջ էր եղել այդ հեղափոխության անվան տակ կոնկրետ հեղաշրջման գործողությունները։ Նախկին սովետական միության տարածքում շատ երկրներ կան, ովքեր այս նույն գունավոր հեղափոխության ճանապարհով անցել են։ Գունավոր հեղափոխության մեխը որն է, իրականությունն այլ տեղ է եւ շղարշը մեկ այլ տեղ է։ Որևէ մեկը չի խոսում, որ Հայաստանում չի եղել եւ չկա կամ չի լինելու իրավիճակ, որը սահմանադրաիրավական կարգին կամ քաղաքացիների երաշխիքներին 100% համապատասխանություն է ապահովելու։ Տենց չի լինելու եւ տենց չի եղել, որովհետեւ զարգացող աշխարհը եւ իրավաքաղաքական, նաեւ հասարակական հարաբերությունների զարգացումը դրա մասին է, որ պիտի առաջ գնալ լավարկելու եւ բարեկարգելու։ Դուք ասում եք դա է բերել, դա է դրան հանգեցրել, իհարկե ոչ։ Հիմա հասարակությունը նույն կազմակերպությունների կողմից արվող սոցհարցումներով, ինչ որ 2018-ից առաջ էին անում, շատ ավելի շատ է հասարակության դժգոհությունը։ Ինչի՞ չի բերում Նիկոլի հետ, որովհետեւ չունենք Նիկոլ Փաշինյանի նման ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանի նման ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանը լավ ընդդիմություն չի եղել, որը բերել է իշխանափոխության։ Սա նիկոլական թեզ է, խնդրում եմ, էլի։ Իր ճղճղոցը ազգային ժողովում չի բերել նրան, որ Հայաստանում հասուն Այսինքն եթե իշխանությունը չի ուզեցել տալ իշխանություն չի տվել, ոչ թե չի ուզեցել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է, Նիկոլ Փաշինյանը պիտի կալանավորվեր եւ դրա համար ազգային ժողովին նիստը հրավիրված եղել, բոլոր իրավական ընթացակարգերը անցնելու համար, հետո պարզվեց, որ հանրապետականը միայնակ է մնացել այդ իրականության մեջ։ Այսօր շատ ընդդիմադիր մարդիկ կազմակերպություններ, ովքեր մեր կողքին, հանրապետականի կողքին, ավելի ճիշտ մենք իրենց կողքին կանգնած ենք, մենք քաղաքական ամբիցիա չունենք այդտեղ, իրենց շարժումների ժամանակ, իրենց համար եւ գլխականակ եւ իրենց ասածները անող ենք եղել, այն ժամանակ 2018 թվականին որոշները ակտիվ գործողություններով, որոշները пассив անգործությամբ, բայց տենց շամպայնի շիշը բացած, սպասում էին Սերժ Սարգսյանի եւ հանրապետականի գնալու։ Ես մի բան եմ ուզում հասկանամ, հանրապետական կուսակցությունը 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության, իշխանափոխության, չգիտեմ, տարբեր ձևակերպումներ են տալիս։ Իշխանազավթման։
Ձեր ձևակերպմամբ իշխանազավթման համար իրեն մեղավոր զգում է թե ոչ, արդյոք կարծում է, որ կար խնդիրներ, ինչը բերեց հանգեցրեց 2018 թվականի իրադարձություններին, եւ եթե այո, ապա պատրաստվում է գոնե թե ներողություն խնդրել հանրությունից իր այդ արարքների համար, ինչ հանգեցրեց դրան։ Որ մենք այս ժամանակը ծախսում ենք այդ խնդիրները բարձրաձայնելու համար, որոնք իրականում շատ վաղուց իրենց պատասխանները գտել են։ Օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրային ելույթ ունի համագումարի ժամանակ ձեր ասած ներողության սխալների մասին, բայց ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ այո, այդ ներողությունը պետք է խնդրել, այդ ներողությունը այն սխալների համար, որոնք տեղի են ունեցել, պետք է նաև արձանագրել, բայց այդ սխալները դարձնել հիմնական լոկոմոտիվ եւ անդադար հանրապետականին ասել, այ դուք բան քաղաքացիական օրենսգրքում տենց լավ փոփոխություններ չէի անում, ոստիկանությունում այդքան շատ չէին բարեփոխումները։ Դրանում չեն մեղադրում միայն հանրապետականին։ Չէ, դուք ասել դեպքում եկեք վերացական չխոսենք, որովհետեւ ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այսօր իշխանությանը, որովհետեւ մենք անդադար խոսում ենք վերացարկված հանրապետականի սխալներից, ոչ մի սխալ հանրապետականի պետական դավաճանության, պետական շահի ստորացման եւ ստորադասման չի բերել։ Մենք սա պիտի արձանագրենք։ Դուք ասում են, որ դուք ստեղծել եք բոլոր իշխանազավթման, ասիկ իշխանազավթումը իմ ձևակերպմամբ, եթե մենք մինչև հիմա, որ մարդիկ, ովքեր Նիկոլի դեմ են, իր պետությունը հանձնելու դեմ են, չենք կողմնորոշվել նույնիսկ այս ձևակերպումների մեջ, այսինքն մեկիս համար Նիկոլը դեռևս պարոն վարչապետ է եւ այն մյուսը փորձում է համոզել, որ սա իշխանազավթում է եւ դավաճանություն, մենք այս դիլեմայից երբեք դուրս չենք գալու, սա շատ հարմար իրավիճակ է Նիկոլին։ Այո, դուք ձեր խմբակցությունում ունեք մարդիկ, ովքեր որ Նիկոլ Փաշինյանի հետ եղել են նույն թիմում Եվ այսօր չեն կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանին պարոն վարչապետով չեն դիմի։ Պարոն վարչապետով չեն դիմում մեր ֆրակցիայում, ես դա ձեզ վստահաբար եմ ասում, ինչ վերաբերում է թիմում լինելու մասով, դա գիտեք ինչ է նշանակում, որ հանրապետական կուսակցությունը ունի 0 ամբիցիա եւ նեղացվածություն մարդկանցից, ովքեր 2018-ի մեջ ունեն մասնակցություն, բայց դա է ասում, մենք 2020 թվականի հայրենիքի փրկության շարժման ժամանակ ներկա քպականների հետ, մենք հայրենիքի փրկության շարժման հետ ոչ չենք կարող եւ այդ բնութագրիչները հստակ տրվել են տարանջատման։ Մենք 2020 թվականի հայրենիքի փրկության շարժման ժամանակ կանգնած էինք մարդկանց հետ, ովքեր 2018-ին մեզ մերժում էին։ Դուք գիտակցությունը քաղաքական իմաստով պատկերացնում եք, ու անհնար է, չէ՞, պատկերացնել, որ հանրապետականները գնացել են, ով պետքա կանգնեք օրինակ։ Լիքը մարդ դուրս չէր եկել փողոց քաղաքական դերակատարների մասին է խոսքը, ինչ նշանակում տարբերակ չունեիք։ Տարբերակներ միշտ կան, խոսքը կամքի եւ վճռականության մեջ է, արդյոք այդ տարբերակը եւ ճանապարհը ընտրում ես թե ոչ։ Կարծում միամտությունն է, դուք էլ այդքան միամիտ չեք մտածեք, որ հանրապետականը գնում էր ՀՓՇ-ի ցույցերին եւ մնացած բոլոր շարժումներին, բայց այս Սերժ Սարգսյանը չէր հանձնարարում կամ չէր կոորդինացնում կամ չէր կարգավորում այդ մեր մասնակցությունը։ Չէ, որպես քաղաքական ուժ գուցե հանրապետականը տարբերակ չուներ, չէ՞ որ չէր կարող օրինակ միայնակ ցույց նախաձեռնել։ Զուգը մարդկային ռեսուրսի տարբերակներ միշտ կան, հավատացեք, էլի, ու միշտ տարբերակ կա ասելու, որ ես չեմ ցանկանում գնալ եւ դառնալ քաղաքական հալածանքի օբյեկտ, ոնց որ եղել եմ 2018 թվականից, բայց մենք գնացել ենք եւ 20 թվականին, ընդամենը 2 տարի անց մեր դագաղները պահելուց հետո, մարդիկ, ովքեր պար էին գալիս մեր դագաղների վրա, քաղաքական միավորներ, ովքեր Նիկոլին շնորհակալություն էին հայտնում Սերժ Սարգսյանին այդ ամբարո մեթոդներով հեռացնելու համար, մենք իրենց հետ կանգնել ու պայքարել ենք։ Բոլոր մարդիկ, այն մարդիկ են, ովքեր հնարավորություն են ստացել մեր տեսանկյունից պատերազմից հետո շտկելու իրենց վարքագիծը։ Մենք 2018 թվականի այդ անհանդուրժողականությունն ու ատելությունը ամեն օր ինքներս մեզ չենք հիշեցնում։ Գիտենք այդ փաստը արձանագրել ենք ու անցել ենք առաջ, բայց եթե ինչ-որ մարդկանց մինչև հիմա թվում է, որ իրենց թիրախը հանրապետականն է, ես ուզում եմ իրենց հիասթափեցնել, իրենք 18-ին էլ չեն հաջողել, հիմա էլ չեն հաջողելու հանրապետականի վերջը տան։ Այդ դեպքում իրենց ուժները մեր վրա էլ չի պատելու։ Ինչի նկատի ունեք, այսինքն 2018 թվականին 2026 թվականին ըստ ձեզ հանրապետականը կհայտնվի ազգային ժողովում, թե ոչ։ Հանրապետականի համար այդ այնքան անկարևոր է, որ մենք 2018 թվականից եթե դրա կարևորության մասին խոսեինք, օրինակ կլինեինք մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերի նման։ Մենք չենք հայտարարի, որ Նիկոլին ընդդիմություն ենք։ Դուք կհիշեք ամենահայտնի բանավեճը 2018 թվականի արտահերթ ընտրությունների եկել կարող։ Ասացի պետք է լինեիք ընդդիմություն, չէ՞, 2018-ից հետո։ Չէ, դուք վստահաբար այդ ժամանակահատվածը լավ չեք հիշում, որտեղ 2018 թվականի այդ հայտնի արտահերթ ընտրությունների բանավեճը եւ ամբողջ քարոզարշավը ինչի մասն էր, որ ընդդիմադիր ուժին
հարցնում էիր, ասում էիր ու Նիկոլ Փաշինյանը ընդդիմուց է, չէ, ես պիտի օգնեմ Նիկոլ Փաշինյանին երկիրը կառավարել։ Ես պիտի օգնեմ Հանրապետականը ոնց պետք է օգներ։ Հանրապետականին էին մերժել 2018 թվականին։ Դուք մտածում եք հանրապետական կուսակցությունը այլ ընտրանքներ չուներ, քան Նիկոլ Փաշինյանի ամբողջ դեմքը պատռելու ծանրություն իր վրա վերցնել։ Ես դες վստահեցնում եմ, Հայաստան խմբակցությունն էլ է ասում, որ իրենք են զբաղված դրանով։ Օրինակ Հայաստան խմբակցությունից ասում են ազգային ժողովում։ Մենք երևի ժամանակագրության մեջ խախտումներ ենք անում։ 2018 թվականին Հայաստան խմբակցությունը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի կողքին էր իր բոլոր դրսևորումներով եւ Ռոբերտ Քոչյանը անգամ գիրք էր գրում, որտեղ Նիկոլի հաղթանակներ փառաբանում։ Մենք երևի մի տարբեր ժամանակահատվածներից ենք խոսում։ Այո, 2018 թվականին բնականաբար կան նմախոսակցություններ, բայց դեպքում եթե մենք հիմա հատվածական ենք ամեն ինչ դիտարկում, եթե ուզում ենք իմանանք թե այսօր 2025 թվականի դեկտեմբերի այս օրով ինչու է այս իրավիճակը եւ չենք գնում դրա աղբյուրներին։ Չէ, պարտադիր պետք է գնանք աղբյուրներին։ Եկեք ուրեմն հետ գնանք եւ ֆիքսենք։ 2018 թվականից հանրապետականը ես կարծում եմ, որ տարբերակ չուներ իշխանության հետ համագործակցելու, որովհետեւ ի վերջո այդ իշխանությունը մերժել էր հենց իրենց։ Խնդիրը ոչ թե տարբերակ չունենալու համագործակցություններ, այլ նրա մասն է, որ հանրապետականը այդ ճանապարհը չի ընտրել եւ բազմաթիվ հրապարակումներ կան, բազմաթիվ ոչ չի փորձել որևէ մեկը, բացի այն դավաճաններից, ովքեր գնացին խմբակցությունից, իդեմս Ֆելիքս Ցոլակյանի եւ մի երկու հոգու Շիրակ Թորոսյանի եւ մնացածի, ովքեր հիմա առոք-փառոք ազգային ժողովում են, մնացած բոլորին եղել են բազմաթիվ առաջարկներ, ես ուղղակի իրավունք չունեմ այդ մարդկանց անունից խոսեմ, բայց վստահ եմ եղել է առաջարկ երբևէ օրինակ։ Չէ, ես այն ժամանակ ոչ падգամավոր էի, ոչ էլ։ Դե բայց խոստումնալից երիտասարդը ապագա քաղաքական գործչի պոտենցիալով Ես ձեզ խոստանում եմ, երբ որ Նիկոլից կազատվենք, վստահաբար իմ մասով էլ անձնական զրույցների հնարավորություն կունենանք, այդ ժամանակ այդ հարցերին կանդրադառնանք, բայց խոսքս այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաների, падգամավորների մասին էր, ովքեր վստահեցնում եմ ձեզ, դավաճանության ճանապարհը հաստատ կընտրեին ու ինչպես հայտնի ասացվածքում է ասվում, դավաճանող ովքեր որ պատրաստ են դավաճանելու, իրենց շատ ընդունում են եւ իրենք միշտ տեղ ունեն գնալու։ Հայաստան դաշինքից ձեզ հաճախ մեղադրում են, որ ընդդիմության մեջ պարակտում եք փորձում մտցնել։ Նույն իմպիչմենթի մասով բավականին տևական ժամանակ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները ասում են, որ այդ ստորագրությունները այլ թերթիկի վրա են, չեն տալիս Հայաստան դաշինքը, ստորագրությունները տվեցին։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Դուք էլի ասում եք պատիվ ունեմ խմբակցության падգամավորները ասում են։ Կարող ենք գոնե շատ པարզ բաներ արձանագրել։ Այդ թերթիկը Հայաստան խմբակցության падգամավորները հրապարակել են, այդ թերթիկը հրապարակել է նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավորներից։ Որոշները այդ թվում նաև ես իմ էջում։ Երևում է ակնհայտ, որ կա նախագիծ, նախագծին կից կան ընդհանրապես պատիվ ունեմ խմբակցության։ Լավ, ինչն է խնդիր, սխալ թերթիկ է ինձ ճիշտը տվեցին։ Ես չգիտեմ ինչն է խնդիրը, բայց ինձ Հայաստան խմբակցությունը վերջին 4 տարիների ընթացքում ինչ թուղթ բերել է Նիկոլի դեմ, այդ թուղթը երևի այնքան ամոթա որպես իրավաբան, որ ես հիմա դա ասում եմ, բայց այնքան մակերեսային եմ կարդացել, որովհետև վերնագրում տեսել եմ, որ Նիկոլի դեմ ինչ որ բան է ու միանգամից ստորագրել եմ։ Ինձ կբացատրեք Հայաստան խմբակցության падգամավորները ինչի են 4 ամիս Նիկոլի դեմ թուղթը չեն ստորագրել։ Ինչի պատճառագրեցին արդյունքում։ Մենք աշխատում ենք, որպեսզի անվստահության գործընթացը տեղի ունենա եւ ոչ թե 2026 թվականին մանդատ ունենալու տրամաբանությամբ կարողանանք գործողություններ իրականացնել, որ ելի մի քանի 100,000 ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացու քվեով հայտնվենք պարլամենտում, այլ փորձում ենք բոլորիս տալ այդ հնարավորությունը, որ մինչև 2026 թվականի հունիս Այսինքն իմպիչմենտը փակված օրակարգ չի, իհարկե ոչ։ Այնքան փակված չի, որ Նիկոլ Փաշինյանը այդ վախից Դավիթ Համբարձումյանին բանտարկել է այնպիսի հոդվածով եւ այնպիսի պատժաչափով, որ երբևէ ոչ միայն այդ դատավորը, այլ նաեւ այդ հանցակազմի համար չի կիրառվել Հայաստանի Հանրապետություն նախորդ 30 տարիների ընթացքում։ Դուք հասկանում եք, դա ինչքան ռեալ աշխատանքի տեղ ա եղել, որ միանգամից մեկուսացրել են, բայց որպեսի շփոթ, ներողություն, որպեսի շփոթ չառաջանա, Դավիթ Համբարձումյանի կալանավորումը ոչ արդարացում է եւ ոչ էլ այդ գործընթացը արգելակելու իրավական հիմք, այսինքն մենք շարունակում ենք նույն կերպ։ Եթե դուք ինձ կերաշխավորեք, որ այս հաղորդման եթերից հետո իմ ասած արտահայտությունների հետևից Նիկոլը չի գնալու ու չի պատժելու այդ քպեականներին, ովքեր որ միգուցե
շատ ուժեղ հակազդեցության արդյունքում կգան այս կողմ, ես հայտարարություն անեմ, բայց կարծում դուք այդ երաշխիքը ինձ տալ չեք կարող եւ մի քանի մարդու ճակատագրի հետ էլ չխաղանք։ Բայց կան, այսինքն այդ մի քանի մարդ։ Երբ որ կլինի այն 56-ը, այսինքն ոչ թե ցույց տալու համար, որ պատիվ ունեմը գործընթաց սկսեց քաղաքական, որտեղ մեզ համար քաղաքական գործընթացն ու դիվիդենդը չի կարևոր, այլ հետևանքը, իսկ հետևանքը բերելու է միայն 56 падգամավորի առկայությունը։ Այդ 56-ը ոնց պետք է լինի։ Մենք կլինի կոնկրետ գործողություն արդեն աշխատանքով։ Եվ ոչ թե ցուցադրություններ։ Դա եմ ուզում հասկանալ։ Ոչ թե ազգային ժողովում ելույթ ունենալով, ոչ թե ազգային ժողովում իրենց ԿՊԱ-կանների հետ պայեստկաների գնալու եւ գործուղումները վայելելու, ոչ ԿՊԱ-կաններին հարմար իրավիճակ եւ աշխատանք ցույց տալու, ձևական իմաստով իմիտացիա անելու ազգային ժողովի հանձնաժողովներում։ Այ դրանով վստահաբար իմպիչմենտ չի ստացվի եւ չի ստացվի Նիկոլի հեռացումը։ Այսինքն ԿՊ-ում կան այդ մի քանի падգամավորները, ովքեր պատրաստ են միանալ իմպիչմենտին, ճիշտ հասկացա։ Այո, բայց այս պահի դրությամբ ավելի անկեղծ անեմ, 56-ը չեն, որովհետեւ հենց կլինեն 50, այսինքն մեր ձայների հետ միասին կլինեն 56-ը, կլինի նաեւ գործընթաց արդեն ազգային ժողովում։ Անշնորհակալ գործ է այդ թվերը ասել, հրապարակել։ Բայց կան ամեն դեպքում։ Մենք աշխատում ենք, այո։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Եվ շատ ցավալի է, ավելի անկեղծանամ նաև ֆորմատով պայմանավորված, շատ ցավալի է, որ օրինակ բացի ԿՊԱ-կանների հետ աշխատելուց անհրաժեշտություն է առաջացել աշխատել նաև օրինակ Իշխան Զաքարյանի հետ։ Օրինակ Գեգամ Նազարյանի հետ։ Ձեր մանդատով է, չէ՞, եկել։ Իշխան Զաքարյանը հանրապետական կուսակցության կվոտայի հետ կապ չունի, եղել է դաշինք, դաշինքը որոշում է կայացրել հետո դուրս գալու խորհրդարանից, դաշինքի մյուս հատվածը ներողություն հայրենիք կուսակցությունի դեմս, Իշխան Զաքարյանը դուրս չեկել հայրենիք կուսակցության հետ։ Ես այդտեղ որտեղ եմ Խնդրում եմ հարցեր իրան։ Գեգամ Նազարյանը, որ այսօր որ 2 տարի առաջ ես իրեն լսում էի որպես մարդու ում հետ անգամ ամաչում էի խոսել իր ցավի արկայության փաստով, ով հայտարարում էր, որ իր որդուն սպանել է Նիկոլը, հիմա ասում է արդեն ԿՊ ցուցակում ընդգրկվել ինձ համար ոչ թե խնդրեմ, այլ ընդհակառակը առավելություն, որին ինձ կարժանացնի Նիկոլ եւ ամեն ինչ անում է դրան արժանանալու համար։ Ցավ է սա, իհարկե ցավ է, որ նույնիսկ ընդդիմություն 2021 թվականին այդքան ափալ-թափալ ընտրությունների գնալով չի կարողացել նույնիսկ այս Ինչու մասնակցեց հանրապետական կուսակցությունը։ Հանրապետական կուսակցությունը մասնակցության մասին հայտարարեց ամենավերջինը, դա էլի ժամանակագրություն է, որը հեշտ ստուգելի է, եւ այն ժամանակ, երբ որ բոլոր ընդդիմադիր ուժերը արդեն պատրաստվում էին, մենք մի խումբ քաղաքացիների հետ դեռևս փողոցում էինք օպերայի հրապարակում, երբ որ մենք սկսեցինք խոսել նրա մասին, որ ընտրությունների գնալը անթույլատրելի է, դրա մասին հրապարակային խոսույթ կա հանրապետական կուսակցության ղեկավար կազմից, այո, մեզ սկսեցին մեղադրել Նիկոլին բերելու, հիմա էլ Նիկոլին պահելու տրամաբանության մեջ, վստահ եմ դա էլ կհիշեք, ասում են, որ դե խնդրեմ, չեն ուզում Նիկոլի դեմ ընտրություններին մասնակցեն, թույլատնում են ընդդիմադիր դաշտը եւ նաեւ կհիշեք այդ ժամանակահատվածում ընդդիմության առաջնորդությունը ստանձնած անձանց հարցազրույցներից եւ ասուլիսներից մի հատված, որտեղ ասում էին դե ամեն մեկը պիտի ով ինչքան կարող է խլել Նիկոլից, աշխատել ամեն մեկը իր հասարակական ընկալման եւ կարծիքի հետ, այդպիսով թույլատնելով Նիկոլին, այսինքն մենք համարում ենք, որ անջատ մասնակցությունը եւ ամեն մեկի մասնակցությունը ոչ թե խանգարում է ընդդիմությանը, այլ ընդհակառակը դա ամրացնելու է ուժերը, ամրացնելու է համակարգը Նիկոլի դեմ եւ մենք դուրք տվեցինք այդ ընկալումներին մասնակցելով Տեսեք, դուք միշտ նշում եք, տպավորություն է, որ ամեն անգամ, երբ որ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, հանրապետականը դե այդպես է անում, բայց հետո պարզվում է, որ սխալ է նորից այդ ընտրությունը, նույն կան 2021 թվականի ընտրություններին։ Հանրապետական կուսակցությունը կարող էր հայտարարել, որ չի մասնակցելու, հիմնավոր էր իր չմասնակցելը, քանի որ 2021 թվականի ընտրություններով տեղի ունեցավ կապիտուլյացիայի լեգիտիմացում։ Ճիշտ է։ Եվ չմասնակցեր, այո, կենթարկվեր գուցե հասարակության կողմից, նաև քաղաքական ուժերի կողմից պարսավանքի, տարբեր մեղադրանքների, բայց տարիներ անց գուցե եւ հանրությունը շատ ավելի կգնահատեր հանրապետականի այդ քայլը, եւ այսօր արդեն դուք նորից չեք ասի, որ այն ժամանակ մենք ասում էինք, որ պետք չի մասնակցել, մենք մասնակցեցինք, արդյունքում հանրապետական կուսակցությունը ազգային ժողովում հայտնվելով, ինչ հարց լուծեց։ Դուք ասացիք ամեն անգամ հանրապետականը մասնակցում է, հետո դուք ասում եք, որ այսպես չէ, ամեն անգամ գործողություններ է կատարում, ինչ-որ որոշում է կայացնում։ Հետո կարծես թե արդարացումներ ենք լսում։ Ես այդ որոշումը չէ, ես այդ արդարացումները չէի անի, եթե հրապարակային խոսք ասված չլիներ այդ ժամանակահատվածում։ Ես չէի խոսի երբևէ 2018 թվականի ազգային ժողովի պարլամենտի մասնակցել եք, չէ։ Շատ պարզ, ես հիմա դրա մասին եմ խոսում։ Ես չէի խոսի երբեք 2018 թվականի ազգային ժողովի հանրապետական ֆրակցիայի մասին, եթե ես չլսեի այնտեղ ելույթներ, որոնք իրականությունը եւ
պատասխանները տալիս էին այդ ամեն ինչի, այս իրավիճակի։ Ես դրա համար եմ շատ պարզ ու անկեղծ կարողանում գալ հարցազրույցի, հենց չխուսափելի տարբերություն որոշների 2018-ին վարքագծից ու գործողություններից իմ կուսակցականների եւ իմ քաղաքական ուժի։ Ասացիք միշտ հետևում է ինչ-որ բաներին որոշում կայացնում, բայց դա ակնհայտ չի 2018-ի իրադարձություններից հետո։ Բայց 2018-ը դրա համար չէին կազմակերպել։ Դագաղները, հերացումը, ատելությունը, թիրախավորումը հանրապետականի մինչև նույնիսկ հանրապետական կուսակցության անդամների այն ընտանիքներում, որտեղ կան անչափահասներ։ Գուցե որոշ ժամանակ դուրս գայ քաղաքական պայքարից։ Դա կնշանակեր ուղղակի տուրք տալ այն իրավիճակին եւ այն դավադրությանն ու դավաճանությանը, որ կազմակերպել էր 2018-ին, որտեղ եթե դուք կհիշեք 2018-ին, երբ որ այդ անհայրենիք Նիկոլին իր քարոզարշավի ժամանակ հարց են ուղում, որ հանրապետականներն են մասնակցում, ինքը այսպես քամահրանքով ասում մենք թաղել ենք հանրապետականին, այսինքն դուք համարում եք, որ 2018-ին չմասնակցելը բերելու էր նրան, որ Նիկոլ Փաշինյանի համար ավելի ներողություն 18-ի մասին եմ խոսում 18-ին չմասնակցությունը բերելու է շատ ավելի անհարմար վիճակի Նիկոլին, չէ, բերելու է շատ ավելի հարմար վիճակին, եթե նույնիսկ դուք այդ 2018-ի հայտնի բանավեճը կհիշեք, բոլորը Նիկոլ էին հավաքական իմաստով, բացի հանրապետական կուսակցության առաջին համարից, ով միայնակ էր 8-ի թե 9-ի դեմ։ 21-ի մասին էլ չեմ խուսափում խոսել, նորից եմ ասում, 21 թվականին ընդդիմության մեծամասնությունը մարդիկ ովքեր ավելի կոնկրետ կասեմ, ես վերացականություն չեմ սիրում 2020 թվականից 21-ի հայրենիքի փրկության շարժման ժամանակահատվածում ստանձնել էին առաջնորդությունը, արել էին հստակ հայտարարություն, որ հերացումը իրենք տեսնում են ընդդիմության ընտրություններին մասնակցության մեջ եւ ամեն մեկը իր ռեսուրսով, քաղաքական ռեսուրսով պիտի ընտրական process-ում դիմագրավի Նիկոլ Փաշինյանին։ Մենք հրապարակային ունենք հայտարարություն այն մասին, որ ընտրությունների մասնակցությունը սխալ է։ Դուք ասիք պիտի նաև հրապարակային հայտարարեք, որ չեք մասնակցում։ Մենք ոչ թե հայտարարեք, այլ ուղղակի չմասնակցեիք։ Դուրս գայք քաղաքական պայքարից, որովհետև տեսեք, եթե օրինակ բոլորը, նո հավաքական ասած, բայց բազմաթիվ մարդիկ, քաղաքական ուժեր, նույն ընդդիմության մեջ իշխանության դեմ են հանրապետականին։ Գուցե հանրապետականը որոշ ժամանակով ուղղակի դուրս գա քաղաքական պայքարից։ Եթե մենք մինչև հիմա ընդդիմության շարքերում ունենք մարդկանց, ովքեր դեմ են հանրապետականին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը կարողացել է նույնիսկ ընդդիմության շրջանակներում ունենալ պայմանական ասած այդ 10 եպիսկոպոսներին, ովքեր ներդրված են հիմա խարխլելու ընդդիմության շրջանակները։ Ես ինքս իմ խոսքի ժամանակ ինչն է սուբյեկտիվ, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին ասում էր՝ մի բզբզացեք, որ այդ հանգած հրաբուխները չարտնանան, եւ ինչ որ մարդիկ նստած ազգային ժողովում բզբզում էին, ինչն է սուբյեկտիվ, որ 2021 թվականին Հայաստանում կար պարլամենտ, մինչև արտահերտ ընտրություններ, այսինքն 2018-ի դեկտեմբերին ձևավորվածի մասին, ովքեր եկան քաղաքական համաձայնության Նիկոլի հետ, որ վարչապետ չեն առաջադրելու, առաջիկա 14 օրերին, երբ որ Նիկոլը հրաժարական է տվել եւ հետը գնալու են արտահերտ ընտրությունների, ինչն է սուբյեկտիվ, որ Սերժ Սարգսյանը նույն Արցախի բանակցային ժառանգության վերաբերյալ ինչ հրապարակային հայտնել է, արդեն իսկ հրապարակված փաստաթղթերով կետ առ կետ նույնությունն է եղել։ Ինչն է սուբյեկտիվ, որ Նիկոլ Փաշինյանը, որ Սերժ Սարգսյանը իր հայտնի համագումարյան ելույթի ժամանակ ասում էր, որ որևէ մեկը ինձ չի կարող մեղադրել, որ գնացել եք ամենաբարձր զռացողի էշի ճակատը պատճելու, հիմա եկել եք ինձ եք մեղադրում, որն է ստեղ սուբյեկտիվիզմ։ Որովհետև Սերժ Սարգսյանն է, տեսեք 2018 այլ բան է գիտեք, որ մենք գիտեք Նիկոլ Փաշինյանի դեմ չենք կարողանում պայքարել։ Նիկոլ Փաշինյանից մի քիչ վախենում ենք, բանտը, ծեծը, ջարդը, հետապնդումը, այս ամեն ինչը կա, ու մի հատ այլ ընտրանքային օրակարգ ենք բերել։ Բայց տեսեք, որ հանրապետականը մնացել է, նայեք 2018-ին ամեն ինչ արեցինք, որ վերանա ոչնչանա, քիչա չի վերացել ոչնչացել, մի հատ էլ պայքարում մնացել է, բայց օրակարգ չունի։ Որն է այդ օրակարգը։ Հանրապետական կուսակցությունը այսօր ընդդիմադիր դաշտում առաջարկած միակ օրակարգի տերն է ու քաղաքական պատասխանատուն։ Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացը, ի տարբերություն մնացածի, որ հույս են դրել, որ Նիկոլը այս անգամ նորմալ process կանի։ Այսինքն դուք ինձ մեղադրում եք Նիկոլի դեմ պայքարի մեջ, որ չի ստացվում։ Այդ դեպքում ես շատ հանգիստ այլընտրանք ունեմ, հանրապետական կուսակցությանը նկատի ունեմ նաև, ես չեմ առանձնացնում ինձ։ Մենք բոլորս շատ հանգիստ այլընտրանք ունենք, գնալ քաղաքական հետապնդումների չենթարկվել, շատ շատերի նման պայմանավորվել կամ շատ շատերի նման, ես այս բառից չեմ խուսափի, ծաղրածու աշխատել ընդդիմադիր դաշտում Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, թույլտվությամբ եւ թողտվությամբ։ Հայաստան դաշինքի հետ ի՞նչն է խնդրեմը հանրապետական կուսակցության։ Ինչու չի ստացվում։ Մենք հանրապետականներով Հայաստան դաշինքի հետ մենք խնդրեմ ունենք մարդկանց հետ, ովքեր Նիկոլից վախենում են, պտտվում են, ասում են՝ ուր աստեղ մեծ հարմար թիրախ կա այս սենյակում, վայ, հանրապետականը։
Եկեք հանրապետականին հարվածենք։ Իմ համար անհասկանալի է, որ կարող է Ռոբերտ Քոչարյանի պատգամավորների մեջ լինեն մարդիկ, ովքեր ազգային ժողովի միջանցքներում ավելի կատաղի հարցազրույցներ եւ ճեպազրույցներ են տալիս հանրապետականի մասին, ընդ որում 90%-ը սուտ են, ինչ որ 18-ից բերել են իրենց հետ, միգուցե նաեւ Քոչարյանի գրքում են կարդացել։ Այդ ժամանակահատվածից են խոսում եւ մտնելով դահլիճ ուղղակի նենց են աթոռը տեղակայում, որ հանկարծ Նիկոլի հայացքը չբռնեն։ Իմ համար դա անհասկանալի է։ Բայց նույն բանը դուք եք անում, նույն բանը դուք եք անում, նույն Միքայել Աջապահյանի դեպքը հիշեք։ Մեզ մեղադրել, ես այդ նույնիսկ կանդրադառնամ դրան։ Մեզ մեղադրել, որ մենք աթոռն ենք տեղակայում, որ Նիկոլը չէ, աթոռի մասով չէ, այլ ՊՊՑ ծառայողները հանրապետական կուսակցության պատգամավորին են առաջին հերթին ազգային ժողովում Նիկոլին դավաճան ասելու համար հեռացրել եւ իմ ֆրակցիայի պատգամավորներն են վնասվել ինձ պաշտպանելուց, նաեւ մարդիկ կային Հայաստան դաշինքից, ես անկեղծության համար դա էլ պիտի ասեմ։ Ասիկ Միքայել Աջապահյանի դեպքը։ Ուրեմն Միքայել Աջապահյանի դեպքը հետեւյալի մասին է, ինքը տվել էր հարցազրույց եւ հարցազրույցի մեջ նշել, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը սա է եւ ինչ որ արտահայտություններ արել հանրապետականի ու Սերժ Սարգսյանի մասին։ Բայց իրավունք չէ։ Իսկ ով ասել որ իրավունք չուներ։ Ես էլ որպես իրավունքի հաջորդ իրացնող իր քաղաքացիական դիրքորոշմանը պատասխանել եմ իմ քաղաքացիական դիրքորոշման, բայց այդ դեպքը ունի շատ ավելի դաժան վերջաբան։ Ես շատ ափսոսում եմ, որ հիմա դրա մասին ես եմ խոսում։ Բայց իրականությունը ինչ ցույց տվեց, որ Միքայել Աջապահյանի այդ հարցազրույցը այնքան ժամանակավրեպ էր, որովհետև թողնելով թշնամուն դավաճան Նիկոլին, մենք խոսում ենք հանրապետականի միգուցե եւ ինչ որ մարդկանց կարծիքով օբյեկտիվ, միգուցե ինչ որ մարդկանց կարծիքով սուբյեկտիվ սխալների մասին։ Այն ժամանակ, երբ որ Միքայել Աջապահյանը իր հեղինակությունը, Միքայել Աջապահյանը իր հնարավորությունները օգտագործում էր միգուցե նաև չունենալով դրա նպատակը հանրապետականի վրա ուշադրությունը սևեռելու համար այդ ժամանակ Դավադիր Նիկոլը իր դեմ շինծու քրեական գործեր կարում ու այդ նույն հանրապետականն է որ այսօր Միքայել Աջապահյանի դատավարություններին է այսօր Միքայել Աջապահյանի անվերապահ քաղաքական հետապնդման հալածանքի ու բռնաճնշման զոհ է դիտարկում դա մեզ չի խանգարել մեր ասածը հենց այդ է դուք տեսնում եք մենք ինչքան որ միմյանց մասին խոսում ենք Նիկոլը ամեն անգամ գալիս մեկից տանում է մեկին տանում է ու եթե մենք չեն ինչ նայեք մարդիկ մեղադրում են ինչից է գալիս երբ որ միմյանց մասին խոսում են գալիս է նրանից որ մարդիկ ունեն ընտրում են իրենց այլ ընտրանքային թիրախ դա շատ պարզ է 2010-ից 2026 թվական հա տեսեք մարդիկ ասում են որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը մերժեց Սերժ Սարգսյանին կոռուպցիոներներին տարբեր բայց առաջ սուտ այդտեղից է գալիս իրենք ընտրել էին Սերժ Սարգսյանին որպես թիրախ մարդկանց խափում էին ասում էին մենք Սերժ Սարգսյանի դեմ ենք պայքարում պայքարը Հայաստան չկան այդ օդիոս դեմքերը ինչ որ բա ես էլ եմ այդ ասում Այս իմ ասածն եք դուք կրկնում։ Տեսաք, որ խնդիրը օդիոս դեմքերը չէին, քրեա օլիգարխիան չէր, որոնք մի գիշերվա մեջ դարձան խոշոր սեփականատեր։ Չկային այդ քրեա օլիգարխները, այլ մարդիկ պայմանավորվեցին Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանի մտերիմներ ինչ կապն են Սերժ Սարգսյանի դավաճառած մարդկանց, ինչպես կարելի է Սերժ Սարգսյանի մտերիմ անվանել։ Այդ քրեա օլիգարխներին Սերժ Սարգսյանը 2008 թվին իր հետ իշխանության չէր բերել։ Բնականոն զարգացման արդյունք է, որ այսինքն ժառանգությունը խնդիրը ժառանգություն ստանալը չի եւ շեշտադրում է եկեք մենք այդ ժառանգության վրա չանենք, այ 93-ից էր այդ ժառանգությունը, թե 2003-ից։ Էական է, այդ չի։ Կար հասարակարգ, որում կային տարբեր մարդիկ եւ տարբեր վարքագիծ ու կենցաղ ունեցող մարդիկ։ Որևէ մեկը դա ոչ հերքում է, ոչ մերժում է, ես չեմ գալու ասեմ, որ գիտեք ինչ գրզոն նոր պրոբլեմատիկ դարձավ կամ ցանկացած ում անուն ուզում եք քննարկենք եւ քննադատենք։ Ասածս այն է, որ տեսնում եք այդ նույն մարդիկ հիմա են վատ են իրանց ավելի զգում նույն մենաշնորները չունեն վերջացել է այդ մենաշնորները իրենց ընտանիքի անդամների մեծամասնությանը չի պատկանում այս երկրում խոշոր գույքերը Նիկոլն է պայքարեք դրա դեմ բայց դուք երևի չեք հետևում իմ գործունեության ես հետևում եմ բայց տեսեք ես հետևում եմ որովհետեւ ես այն մարդն եմ որ հաստատ այդ թեմայով շատ եմ խոսում ու հենց այդ տեսանկյունից եմ խոսում ապացուցելու որ տեսակ այդ ընտանիքները իրենց չեն շարունակում վատ զգալ ինչպես ձեզ խափում ասում էին 2018 թվականին ընդհանրապես Սերժ Սարգսյանին հեռացնեին Հայաստանը թուլացնելու կետերից մեկին հիմնակետերից մեկը պիտի դուրս գար որ Հայաստանը թուլանար դրա մասին ընդհանրապես խոսքը նայեք մենք 2018 թվականից սկսած ընդդիմությունը պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ չէ ներողություն 2018 թվականից միայն հանրապետական կուսակցությունն է պայքարել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Նիկոլի դեմ եկեք մենք այդտեղ պիտի շատ կոնկրետ բնորոշում տանք այո որովհետև 2018 թվականին ես դրա համար այդ հայտնի բանավեճի մասին հիշատակում մենակ հանրապետական կուսակցությունն էր Նիկոլին դեմ խոսում
Կեսը կոալիցիայի, կեսը ջուր բերող են, կեսը հաց բերող են։ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ես հույս ունեմ, որ կան մարդիկ, ովքեր նվիրված, վճռական եւ առանց վախի պայքարում են Նիկոլի դեմ, բայց ես չեմ պատրաստվում ձեզ ստել, ասել, որ ողջ ընդդիմադիր դաշտը լծված է Նիկոլի դեմ պայքարելու։ Բայց այդ պայքարը արդյունք չի տալիս, որովհետև մենք 2025 թվականին մենք Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության։ Այո, հետեւաբար մենք պարտված ենք դա պիտի ֆիքսել։ Գուցե պայքարի տեխնոլոգիաների, մեթոդների մեջ է խնդիրը, գուցե ժամանակն է, որ նույն դադարենք այդ դավաճան, կապիտուլյանտ, տարբեր բնորոշումներ, որակումներ տալը եւ թեկուզ խոսենք, այսինքն ավելի գանք քաղաքակիրթ հարթություն եւ այդ որակավորումներից զերծ սկսենք իսկական քաղաքական պայքար որպես ընդդիմադիր ուժ, ինչ կարծիք ունեք։ Ում հետ եք դուք առաջարկում իսկական քաղաքական պայքարի, ով քաղաքական խոսքի համար մարդկանց է բանտարկում։ Դե բայց այդ նույն մարդը ազգային ժողովում նստում է, Վազգեն Սաղաթել, ես չեմ նստում, եկեք իմ վարքագիծը ազգային ժողովում քննարկենք։ Ձեր ֆրակցիայի մասին ես երբ որ ասում եմ դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, նկատի ունեմ ձեր խմբակցությունը։ Մեր խմբակցությունը չի նստում Նիկոլի հետ քննարկումների, երբեք չի եղել, հաշված հենց հիմա կարող ենք ուղիղ եթերի ձևաչափով մենք խոսենք եւ YouTube-ից այդ հատվածները նայենք, բայց պատգամավորների լինել ազգային ժողովում կպատասխանեմ։ Երաշխավորված ձայն լինելու Նիկոլի դեմ, այդ է միակ գործողությունը։ Ես հանձնաժողովի նիստերի դրա համար չեմ գնում, մեր ֆրակցիան դրա համար չի մասնակցում։ Մենք դրա համար չենք գնում պայեստկաների եւ հիմնավորում, որ շատ կարեւոր են դրանք։ Որևէ մեկը գործողման չի գնացել։ Միայն գնում է ԵԽԽՎ-ի ժամանակ ֆրակցիայի ղեկավարը, այն էլ ԵԽԽՎ-ն նստաշրջանների մասնակցության համար, որտեղ կա Հայաստանի հետ կապված հարցեր քննարկելու եւ միանգամից այդտեղից վերադառնալու։ Բայց աշխատավարձ ստանում եք, չէ՞։ Ես աշխատավարձ չեմ ստանում նիստերին չմասնակցության համար։ Դա բաց տեղեկատվություն է եւ եթե տեղեկատվությունը ձեզ հասանելի չի, ես հարցում կանեմ ազգային ժողովի աշխատակազմին եւ ձեզ կպատասխանեն։ Շատ մարդիկ այո գնում են հանձնաժողովի նիստերին, որ այդ պահումներն էլ չարվի։ Շատ մարդիկ մասնակցում են նիստերի, որ աշխատավարձ ամբողջությամբ ստանան։ Հիմա խոսքը ընդհանրապես պայքարի տրամաբանության մասին է ու իրականությունը խոսելու մասին է, որտեղ ընդհանրացումներն են մեզ բերել նաև այս իրավիճակին հասցրել։ Դուք ասիք ինչ իմաստ ունի երաշխավորված ձայն լինելն է այդտեղ իմաստ, ուրիշ ոչ մի իմաստ չկա։ Ոչ մի նախագիծ քննարկել այդտեղ իմաստ չունի, որովհետև հենց վերջերս մի շաբաթ առաջվանից ձեզ օրինակ կբերեմ, Անահիտ Ավանեսյան այդ նիկոլական բանդայից ընդամենը Կիրակի օրը գնացել էր եկեղեցի պղծելու, հաջորդ օրը եկել էր ազգային ժողով, որ ապահովագրության վերաբերյալ նախագիծ էր քննարկում։ Նորմալ է ընդդիմության ներկայության այդ նախագծին։ Երեկա գնացել մեր եկեղեցին պղծել։ Մենք համարում ենք, որ այդ ապահովագրության մեջ ստորակետը, կետը, բութը ճիշտ դնելը մեծ փոփոխություն է բերելու այս հասարակությանը։ Այս ծայրահեղականությունն է խնդիրը, այս ծայրահեղականությունը։ Դուք ասեցիք պետք է քաղաքակիրթ մեթոդներով աշխատել։ Ում հետ քաղաքակիրթ մեթոդներով։ Մարդ, որը մեր այս զրույցը իրեն ցանկացած պահին կարող է ահաբեկչական ակտ բնորոշել եւ մեզ տանել բանտ, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Մալյան, Սրբազանները մեր, Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյանը, քաղաքական հայտ է ներկայացրել Դավիթ Համբարձումյանը, քաղաքակիրթ, քաղաքական հայտ անվստահության վարչապետի տեխնացուն լինելու, ինչի է բանտում։ Հանցանքա արել չէ, բանտում է, որովհետև Նիկոլա Ստրուկ համակարգը հեղինակազրկված ստացել է այն հայտնի SMS-ը։ Դուք ասում եք, իսկ կարող է պիտի դավաճան չասենք։ Այդ Նիկոլի ուզածն է։ Ինքը ասում է, ի՞նչ դավաճան։ Մոռացեք, տենց բաներ չկա։ Ես եկել եմ անում եմ այն ինչի համար կոչված են, բայց դուք ինձ իրավունք չունեք ասելու դավաճան։ Եթե խաղաղության պայմանագիր ասենք, որ Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, իմ մեր քննարկումը է դա, կներեք, իմ քննարկումը այդ չի։ Ես չեմ եկել ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանի մոտ բյուջեի նախագիծ ավելի վատ են գրում, կամ իմ մասնագիտական ոլորտից արդարացան համակարգը ավելի վատ է կառավարվում։ Այ գիտեք, ես այս արդարացան համակարգը մեծամասնությունը գուցե կողմ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը կողմ չէ եւ մեր հասարակությունում այս պահի դրությամբ մեր հասարակության անդամների բռնաճնշումների ենթարկվելը դրա մասին է խոսում։ Հայաստանում երբեք մինչև Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ստատուսի, մեկնաբանության, կոմենտի, փողոցում հարցման ընթացքում քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար կալանավորված մարդ չկա։ Հիմա այդ մարդիկ տասնյակներ են։ Գիտեք վատը որն է։ Ոչ ես իրանց անունները կհիշեմ առանց թղթին նայելու եւ ոչ էլ դուք եք իրենց ճանաչում։ Դե նույն Սերժ Սարգսյանի կառավարման օրոք եղել են հետապնդումներ, այդ թվում լրագրողների հետապնդումներ, ապօրինություններ, բայց իհարկե համեմատականներ եկեք այդ դեպքում առանձին դեպքերի մասին խոսենք, ես չեմ էլ խորշում դրանցից խոսել, բայց երբ որ քաղաքացուն Facebook-ում կոմենտի համար կալանավորում է, երբ որ ասում են YouTube-յան հաղորդման համար կալանավոր, ինչի են կալանավորում։ Ձեր կարծիքով է նույն YouTube-յան հաղորդումն է իր համար վտանգը։ Ես նույնիսկ այդքան մեծ կարծիքի չեմ,
է, ընդդիմության միգուցե անհատը իրենց այդքան վտանգ չի ներկայացնում, որքան իրեն կալանավորելու արդյունավետություն կա, որովհետև հասարակությունը վախենում է մի շատ մեծ հատված վախենում է։ Չգիտեմ ուշադրություն դարձրել եք թե չէ, բայց այդ հարցումները, որ հատուկ են տարվում են քաղաքում, խնդրում նայեք տարբեր լրատվականներում։ Այդ հարցումներից 10-ից գոնե 3-ը ասում են ես գործ չունեմ, ես չեմ այդ ի՞նչ է նշանակում։ Այդ մարդիկ վախենում են։ Դա նաև ընդդիմության արդյունքն է, դա նաև այնտեղ ամենը հանգեցրել է անտարբերության։ Հիմա մարդը ասում է, ինչու վտանգեմ իմ երեխաների, իմ ընտանիքի բարօրությունը։ Երբ որ իմ առջև կանգնած մարդը անգամ պատրաստ չի մինչև վերջ գնալու։ Այսինքն սա հենց ընդդիմության մեղավորությունն է, այս հասարակության անտարբերությունը։ Հասարակությունը անտարբեր չէ, հասարակությունը շատ գեներացված է Նիկոլի դեմ պայքարի եւ պատրաստ, բայց ես ամբողջությամբ համաձայն եմ ձեր արտահայտության հետ։ Այո, մարդ չի կարող, գիտեք, քանի արդեն ընտանիքից քանի հոգի են տարբեր այդ շարժումների ընթացքում 20 թվականից 21 թվականից աշխատանքից ազատվել, բռնաճնշումների ենթարկվել, կալանավորվել, ձերբակալվել, քրեական գործեր, ինչքան կարա այս շրջապտույտը շարունակվի։ Դրա համար դուք երբ որ ասում եք չի ստացվելու ձեր անվստահությունը, հիմա ձեզ թվում է հանրապետական կուսակցությունը չի կարող փողոցային պայքարի կոչ անել։ Ես ես վստահեցնում եմ մեր հասարակությունն հենց է ատում Նիկոլին, ով այդ կոչը անի, կոնկրետ թվականակով մարդիկ կհավաքվեն, բայց ձեր ասած երկրորդ տարբերակն է գալիս։ Այդ մարդիկ կալանավորվում են, նստում են, մենք հետո վեր են կենալու գնանք ազգային ժողով, հանրապետական կուսակցության անդամները գնալու են կուսակցության կենտրոնական եւ որոշները կալանավորվելու են, ի՞նչ է լինելու արդյունքը։ Ոչ մի բան։ Հետեւաբար մեր համար գլուխ գովալու չի, որ մեր շարժման ժամանակ 100-ը չեն կալանավորվի, այլ 1000-ը կկալանավորվեն։ Այո, ընդդիմության վատ աշխատանքի արդյունքն է։ Այո, ընդդիմության վախկոտության, ոչ վճռականության արդյունքում ու նաև ինչ որ դերակատարների հանրապետականին նկատի ունեք թե միայն։ Այո, ես ունեմ, ես նաև նկատի ունեմ մեզ ու շատ པարզ պատճառով, որովհետև մենք էլ ենք այս ամեն ինչի մեջ, բայց այստեղ չի կարելի նաև չշեշտադրել շատ կարևոր մի փաստ։ Մենք 2018 թվականից հանրապետականի փլատակներից ենք սկսել։ Ի տարբերություն մարդկանց, ովքեր կոալիցիայում են, իրենց կուսակցությունը փակելու մասին խոսք չկար, իրենց քաղաքական լիդերները հետապնդման չէին ենթարկվում։ 18 թվականից հանրապետականը միայնակ քիչ է իրեն էր փորձում պահել եւ այդ փլատակների տակից հանել։ Հələ մի հատ Նիկոլի դեմ էր պայքարում։ Դուք հիշում եք 18-19 թվականներին, որ հանրապետականի նկատմամբ քաղաքական հետապնդում եղել, չեք հիշում։ Որտեղ ոչ մեկից պետք չէր այդ ժամանակ, որտեղ այդ ժամանակ Նիկոլ ասում էր, էսի պետք է նստի։ Իսկ հիմա Նիկոլը Արմեն Գրիգորյանի սպանեց, Սոնա Մնացականյանի սպանեց, Վալոդիա Գրիգորյանի սպանեց, տարբեր մեթոդներով, տարբեր գործիքակազմով, տարբեր իր արարքների հետևանքով այս մարդիկ չկան, բայց այս մարդիկ չկան, ու այս մարդիկ չկան Նիկոլի պահվածքի ու վարքագծի համար։ Օրինակ ՀՊ падգամավորների հետ բանավեճի կմասնակցեք դուք։ Ոչ, որովհետև բանավեճը ինքը խոսակցության եւ հաղորդակցության միջոց է, դավաճանների հետ ես բանավիճելու ոչինչ չունեմ, ես մեկ անգամ եմ եղել այդ բանավեճին, ընտրարշավի ժամանակ, այն էլ անկեղծ ասեմ, նենց չի որ ինձ էին հրավիրել, որտեղ ինձ խուսափում են նիկոլական լրատվականները հրավիրել, ուղղակի դաշինքից էին հրավիրել եւ ստիպված ինձ հանդուրժեցին այդ մի ժամը։ 2026 թվականին ինչ սպասել։ Նիկոլ Փաշինյանը նորից չի ընտրվի, ըստ ձեզ։ Ցավում եմ, պետք է այդպիսի վատ նոտայով ավարտենք, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է, մի 30 հոգի էլ այո, ընդդիմադիր պատգամավոր կլինի էլի երևի։ Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին։ Հանրապետական կուսակցությունը չի քննարկում ընտրությունների մասնակցությունը հիմա, որտեղ շատ པարզ, մենք ամեն օր կուսակցությունում քննարկումների եւ գործողությունների մեջ ենք Նիկոլին մինչեւ ընտրությունները հեռացնելու, բոլորին հնարավորություն տալով, նույնիսկ այն մարդկանց, ովքեր այսօր արդեն տարբեր ցուցակներում իրենց տեղն են բարելավում, նույնիսկ այդ մարդկանց հնարավորություն տալու, որ 2026-ին իրենք մասնակցեն ընտրության, որովհետեւ 26-ին ընտրություն չի լինելու է ինչ որ մի տրամաբան, եթե Նիկոլը մնա, ինչ որ մի տրամաբանության պայքար, ու եթե մենք գնում ենք դրան, որպեսզի հետո 2021 թվականի ընդդիմության լիդերի պես հայտարարենք, դե ինչ անենք, ժողովուրդը ընտրեց Նիկոլին, ինչը կեղծ է, սա իհարկե Այսինքն եթե 2026 թվականին հանրապետական կուսակցությունը չհայտնվի ազգային ժողովում, կարող ենք ասել, որ
քաղաքական դաշտից դուրս եք գալու թե ոչ։ Մենք 2018 թվականի արտարտ ընտրությունների արդյունքում էլ ենք դուրս մնացել խորհրդարանից, չեմ Պայքարը շարունակելու է։ Իհարկե, որովհետև մենք մանդատի համար չենք պայքարում։ Իմ գործընկերների, հանրապետական գործընկերների վարքագիծը ազգային ժողովում հայտնված չի հուշում, որ մեզ այդ ազգային ժողովի մանդատները պետք չեն։ Հանրապետական կուսակցության այն մարդիկ, ովքեր տարիներ, տասնամյակներ շարունակ падգամավոր են եղել, հիմա իրանց խոսույթը տեսել է։ Դա իշխանա հաճո, քաղաքացիներին հաճո, մոլորեցնելու, PR-վելու խոսույթ է, ուղիղ հակառակը։ Ակնհայտ չի, որ մենք մեր շանսերը պակասեցնում ենք այդ նիկոլական խորհրդարանում հայտնվելու, բայց մենք դա չենք ուզում։ Եվ վերջին հարցը, հանրապետական կուսակցությունը զղջացել է մինչև 2018-ի իշխանության տարիների սխալների համար։ Այդ պատասխանը Սերժ Սարգսյանը իր 2021 թվականի հանրապետական կուսակցության համագումարում 1 ժամից ավել տևած։ Միայն Սերժ Սարգսյանի մասին չի խոսքը, նույն հանրապետական անդամների հետ շփվում եք։ Դուք մտածում եք, որ հանրապետական կուսակցության ղեկավարը դա ասում է, հանրապետական կուսակցության ենթակայության կամ այլ ստորաբաժանումներին կան այլ կարծիքներ։ Այսինքն գիտակցել են, որ սխալներ եղել են եւ դրա մասին իմ գործընկերները իրենց ամեն հարցազրույցում խոսում են, բայց դրանք դա դարձնել այս Նիկոլին հավասար, ասենք, այ Նիկոլին սխալվեց հանրապետականն էլ fake է, ցավում են, որ եթե իհարկե տենց համեմատություն կա, հանրապետականի սխալները երբեք չեն բերել պետական դավաճանության, հանրապետականի սխալները երբեք չեն բերել մեր պետության գետ 1 շահի ցանկացած ոլորտում զիջման կամ դրա նվաստացման կամ նվազեցման։ Ես մաղթում եմ, որ ընդդիմությունը դառնա ավելի լայնախոհ, ավելի տրամաբանված գործողություններ կատարի եւ չնպաստի մեր հասարակության մոտ հիասթափության ավելի ամրապնդմանը, որը որ կա։ Մեզ նաև մաղթեք, որ չվախենանք ու մեր շարքերում ունենանք մարդկանց, ովքեր չեն վախենում Նիկոլի դեմ պայքարելու։ Սա ամենակարևորն է։ Դե այդպիսի մարդիկ եղել են այս տարիներին շատ եւ նույն ընդդիմության գործողությունների արդյունքում են այդ մարդիկ կամաց-կամաց հեռացել եւ զբաղվել այլ գործերով։ Ես նկատում եմ հենց ընդդիմության ներսում առաջնորդության եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնողների եւ ոչ թե մասնակիցների, որտեղ մասնակիցների մեջ այո այդ մարդիկ շատ են ու նաեւ այդ մարդիկ շատ տուժել են այդ գործողությունների արդյունքում։ Այս նոտայով էլ ավարտենք այսօրվա եթերը, շնորհակալ եմ։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորներն են Գրեպերի սրճարանը եւ FINAP հաշվապահական ընկերությունը։ Բաժանորդագրվեք անպայման մեր YouTube-յան ալիքին, նաև աջակցեք մեզ Patreon եւ Donation Alert համակարգերի միջոցով։ Համագործակցությունների համար, բիզնես համագործակցությունների համար զանգարեք նշված հեռախոսահամարին։ Լավ եղեք, կհանդիպենք, stay tuned։